Ողջույն սիրելի ընկերներ, այսօր խոսելու ենք 2025 թվականի նոյեմբեր ամսվա կանխատեսումների մասին, որոնք վերաբերում են մեր շատ սիրելի օդի նշանի ներկայացուցիչներին։ Սիրելիներս, շատ շնորհակալ եմ ձեզ լավ կոմենտների, լավ մեկնաբանությունների եւ ինչու՞ չէ, նաեւ բարձր դիտումների համար։ Շնորհակալ եմ շատ։ Ես անչափ ոգևորվում եմ դրանցից։ Դե ինչ, առաջին օդի նշանի ներկայացուցիչը մեր սիրելի երկվորյակներն են։ Սիրելի երկվորյակներ, նոյեմբերի 5-ին տեղի է ունենում լիալուսին, որը տեղի ունենում ձեզ համար շատ մութ եւ փակ 12-րդ ոլորտում։ Եվ նշանակում է շատ երկվորյակների մոտ հնարավոր է ամսի 5-ին կամ նրա մոտակա օրերին լինեն ինչ-որ ֆորս մաժորային իրավիճակներ, որոնք կգան ձեր ներքին վախերից, ներքին հույզերից, միգուցե վատ երազ կտեսնեք, միգուցե ինչ-որ մեկի գաղտնիքը կբացահայտեք, կամ միգուցե կվերադառնաք հեռու երկրից։ Այնպես որ սիրելիներս, այս լիալուսինը հնարավոր է վերջակետ դնի ինչ-որ մի բանի, որը շատ երկար ժամանակ ձեզ խանգարում էր։ Հնարավոր է նաև առողջության հետ կապված ինչ-որ հարցի նույնպես վերջակետ դրվի։ Ամսի 6-ին Վեներա մոլորակը տեղափոխվում է ձեր 6-րդ ոլորտ եւ սիրելիներս կարելի է ասել ամբողջ ամսվա ընթացքում մինչեւ ամսվա վերջին շաբաթը ձեզ համար շատ ակտիվ է լինելու աշխատանքային թեման։ Վեներան հայտնվել է 6-րդ ոլորտում եւ սա նշանակում է, որ երկվորյակների մոտ կա հնարավորություն լավ, սիրելի, իրենց հոգուն հարազատ աշխատանք գտնելու։ Հնարավոր է, եթե դուք աշխատում եք ձեր աշխատավայրում, հայտնվի մեկը, ում հետ դուք կմտերմանաք, չէ՞ որ Վեներան ստեղծում է հաճելի մթնոլորտ, որտեղ հայտնվում է։ Վեներան 6-րդ ոլորտում նաև տրամադրում է երկվորյակներին, որ նրանք զբաղվեն իրենց առողջությամբ։ Միգուցե անալիզներ հանձնեն, միգուցե առողջ ապրելակերպ վարեն կամ միգուցե դիետաներ պահեն։ Ամսի 8-ին Ուրան մոլորակը, որը վերջերս մուտք էր գործել ձեր առաջին ոլորտ եւ արդեն շատ երկվորյակներ զգում էին, որ իրենց հողը ոտքերի տակ մի փոքր ցնցվում է, այսինքն իրենց կյանքը այնքան էլ բնականon հունով չի հոսում։ Ուրանը սիրում է այդպես ցնցել մարդկանց կյանքը, սակայն Ուրանը ձեզ մի փոքր հանգիստ է տալիս, որպեսզի դուք պատրաստվեք մինչև 2026 թվականի փետրվար ամիսը։ Սիրելիներս, Ուրանը հետ մուտք գործելով ձեր 12-րդ ոլորտ, այստեղ ձեզ տալիս է հնարավորություն մի քիչ շունչ քաշելու, մի քիչ հանգստանալու եւ կարելի ասել ավելի շատ մարտական տրամադրվելու, որովհետեւ երբ 2026 թվականի փետրվարից մուտք գործի արդեն ձեր առաջին ոլորտ, այլևս վերադարձ չի լինելու։ Այսինքն առաջիկա 7 տարին անընդհատ Ուրանը լինելու է ձեր առաջին ոլորտում։ Որպեսզի հասկանանք, թե այս մի քանի ամիսների ընթացքում նոյեմբերից մինչև փետրվար ամիսը ինչ կարող է առաջացնել Ուրանը, փորձեք հիշել 2018-19 թվականից ինչեր են կատարվել ձեր կյանքում, կապված միգուցե օտար երկիր մեկնելու ծրագրերի հետ, կապված միգուցե ինչ-որ գաղտնիքների հետ, ուրեմն այստեղ Ուրանը նույնպես կակտիվացնի այդ ծրագրերը։ Ամսի 9-ին, սիրելի երկվորյակներ, ձեր գլխավոր Մերկուրին, որը նոյեմբեր ամսվա հերոսն է, հետընթաց է սկսում եւ այդ հետընթացը տեղի է ունենում ձեր 7-րդ ոլորտում։ Իսկ մենք գիտենք, որ 7-րդ ոլորտը սա մեր կողակիցն է, մեր կողքի մարդիկ են, մեր հաճախորդներն են, մեր գործընկերներն են եւ այստեղ տեսեք, երբ Մերկուրին հետընթաց է, այդ հետընթացը տևելու է մինչև նոյեմբերի 29-ը, կարող է Մերկուրին հետ բերել մեր կյանք այն մարդկանց, ում հետ նախկինում ունեցել եք սիրային կապ, ով նախկինում եղել է ձեր հաճախորդը, ով նախկինում եղել է ձեր գործընկերը եւ նա նորից հիշի ձեզ, այսինքն զանգի, գրի կամ ինչ-որ ձևով փորձի ձեզ հետ կապ հաստատել։ Թե ինչպես կվարվեք նրա հետ, դա դուք ինքներդ եք որոշում, սակայն հետընթաց Մերկուրին բերում է այս հնարավորությունը, որպեսզի անցյալից մարդիկ հիշեն մեզ։
Ամսի 17-ին արևը 6-րդ ոլորտից շատ շքեղ տրին ասպեկտ է կազմում Յուպիտեր-Սատուրն մոլորակների նկատմամբ։ Իդեպ նշեմ, որ ամբողջ ամսվա ընթացքում Յուպիտերը, որը գտնվում է ձեր երկրորդ ֆինանսական դաշտում, տրին ասպեկտի մեջ է Սատուրն մոլորակի հետ, որը ձեր 10-րդ ոլորտում է։ Սիրելի երկվորյակներ, իզուր չէր, որ նշեցի, որ ամիսը ձեզ համար շատ աշխատանքային է, բայց այդ աշխատանքային ասվածը հաջողությունների առումով է։ Այսինքն, տեսեք, ամսի 17-ին արդեն այս երկու գիգանտների տրինը Յուպիտեր-Սատուրնի, որոնք գտնվում են ֆինանսական եւ աշխատանքային կարիերայի ոլորտներում, տրինի մեջ են եւս մտնում արևի հետ, որը ձեր 6-րդ աշխատանքի ոլորտում է։ Եվ ամսի 17-ին եւ ինչու՞ չէ նաեւ ամսի 26-ին, երբ Վեներա մոլորակը նույնպես լինելով 6-րդ ոլորտում այս նույն տրինը կկազմի, ձեզ մեծ հաջողություններ են սպասվում աշխատանքային հարցերում։ Սիրելիներս, հնարավոր է պաշտոնի բարձրացում, աշխատավարձի բարձրացում, նոր աշխատանք, նոր աշխատանքային գրաֆիկ, այսինքն այնպիսի փոփոխություններ, որոնք ձեզ հաճելի են լինելու։ Ամսի 20-ին նորալուսին է տեղի ունենում կրկին ձեր 6-րդ ոլորտում եւ ամսի 20-ից հետո նորություններ, նոր մարդիկ, նոր հնարավորություններ են սպասվում ձեր 6-րդ ոլորտում։ Սիրելի երկվորյակներ, ժամանակն է, որ դուք մտածեք ձեր օրվա աշխատանքային գրաֆիկի մասին, միգուցե ձեր տնային հոգսերի, պարտականությունների մասին, միգուցե դրանք կարողանաք ավելի ճիշտ հավասարակշռի բերեք, որպեսզի կարողանաք եւ ժամանակին քնել, հանգստանալ եւ ժամանակին աշխատել եւ ունենալ լավ էներգիա։ Այս նորալուսինը բերելու է ձեզ այդպիսի տրամադրություն, որ դուք կարողանաք ամեն ինչ ճիշտ իրենց տեղերում պահել։ Ամսի 21-ը սակայն շատ վատ օր է, որովհետև լարվածություն է սպասվում արևի եւ Ուրանի միջև։ Արև-Ուրան մոլորակների միջև ընդդիմություն է։ Արևը 6-րդ ոլորտում է, Ուրանը 12-րդ ոլորտում է։ Սիրելիներս, այս օրը շատ ուշադիր ենք լինում, որովհետև վթարները ակտիվանալու են այս օրը, փորձեք հեռու ճանապարհ չգնալ եւ փորձեք նաեւ ուշադրություն դարձնել ձեր օրգանիզմից եկող ձայներին եւ ազդանշաններին, որովհետև այս օրը հնարավոր է ճնշման տատանում լինի, վատ ինքնազգացողություն լինի, ինչու՞ չէ նաեւ թունավորում լինի։ Ամսի 26-ին կրկին նշեցի, որ լավ ասպեկտացիա ունենք այս անգամ Վեներա մոլորակի եւ Յուպիտեր-Սատուրն գիգանտների միջև, սա նույնպես աշխատանքային շատ հաջող ասպեկտացիա է եւ նաեւ ամսի 26-ին, եթե դուք ունեք դեսպանատան խնդիր, եթե դուք ունեք պետական հաստատություններ դիմելու խնդիր, ամսի 26-ին կարող եք շատ մեծ համարձակությամբ դիմել, որովհետեւ այդ գործերը բոլորը կստացվեն։ Ամսի 23-ին արդեն սկսում է տրամադրությունը մի փոքր փոխվել, սիրելիներս, որովհետև արևը արդեն տեղափոխվում է ձեր 7-րդ ոլորտ եւ ամսվա վերջին շաբաթը կարելի է ասել, որ երկվորյակների մոտ ավելի շատ ուշադրությունը կենտրոնանում է կողքի մարդկանց վրա եւ նշանակում է չի բացառվում, որ նոյեմբերի վերջին շաբաթը այստեղ երկվորյակների կյանք բերի նոր մարդու, նոր հնարավորություններ, որոնք կլինեն ձեր կողքին, այսինքն հատկապես միայնակ երկվորյակների համար սա մեծ հնարավորություն է։ Ամսի 30-ին Վեներան է մուտք գործում ձեր 7-րդ ոլորտ եւ նշանակում է արդեն սկսվում է այն սիրահարվածության զգացումը, այն հետաքրքրությունը, որը կար կողքի մարդկանց հանդեպ։ Դե ինձ սիրելիներս, բնականաբար Վեներայի 7-րդ ոլորտում գտնվելու մասին ես արդեն կխոսեմ դեկտեմբեր ամսվա կանխատեսումներում։ Դե ինչ, այսքանը երկվորյակների նոյեմբեր ամսվա կանխատեսումների մասին, այժմ ես խոսեմ մեր հաջորդ օդի նշանի ներկայացուցիչների, մեր շատ սիրելի կշառքների մասին։ Ողջույն սիրելի կշառքներ, այժմ կներկայացնեմ ձեր նոյեմբեր ամսվա կանխատեսումները։ Նշեմ, որ ամսվա հերոս համարվում է փոքրիկ Մերկուրին, որը կրկին այս անգամ հետընթաց է լինելու, այն էլ ձեր 3-րդ ոլորտում եւ նշանակում է 3-րդ ոլորտը լինելով փաստաթղթերի ոլորտը, ավտոմեքենայի, ճամփորդությունների, այստեղ ձեզ համար կարող է քաոսային իրավիճակ ստեղծել։ Սիրելիներս, նոյեմբերի 9-ից 29, երբ Մերկուրին հետընթաց կլինի, փորձեք
փորձեք մեծ արկ ու վաճառք չիրականացնել եւ փորձեք նաեւ ուրեմն փաստաթղթերի հանդեպ շատ ուշադիր լինել, որպեսզի դրանք չկորցնեք։ Նշեմ, որ ամբողջ նոյեմբեր ամսվա ընթացքում ունենք հոյակապ ասպեկտացիա մեծ երջանկության մոլորակ Յուպիտերի եւ Սատուրնի միջև։ Յուպիտերը այս պահին գտնվում է ձեր 10-րդ ոլորտում։ 10-րդ ոլորտը բարձրագույն ոլորտն է, սա այն կետն է, որտեղ բոլորն ուզում են լինել։ Սա մեր անուն հեղինակությունը, մեր կարիերան է, մեր պաշտոնն է, մեր ամուսնական դիրքն է եւ նշանակում է Յուպիտերի Սատուրնի այս տրին ասպեկտը կշեռքներին բերում է անուն հեղինակություն, բերում է լինել պահանջվածը իր մասնագիտության մեջ եւ նաեւ այստեղ աշխատանքային նոր ձեռքբերումներ, այնպես որ սիրելիներս իզեն նոյեմբերը շատ լավ ամիս է այդ առումով։ Ամիսը սկսվում է, կարելի ասել նոյեմբերի 4-ի մի փոքր լարվածությամբ, երբ Մարս մոլորակը մուտք է գործում ձեր 3-րդ ոլորտ եւ Ուրանը դեռևս գտնվելով 9-րդ ոլորտում, այստեղ անմիջապես ընդդիմություն է կազմում Մարսի հետ, սիրելի կշեռքներ։ Մարս-Ուրան ընդդիմությունը կարող է բերել վթարային իրավիճակ, կարող է բերել փաստաթղթերի ինչ-որ ձախողում, կարող է բերել ինչ-որ ուսումնական ուրեմն ծրագրերի ձախողում, այնպես որ պետք չէ այսօրը կարևոր մի բան ուրեմն ձեռնարկել, որովհետև Մարսի Ուրանի այս ընդդիմությունը տհաճ ասպեկտացիա է, որը շատ արագ ցրվում է։ Ամսի 5-ին արդեն տեղի է ունենում լիալուսին ձեր 8-րդ ոլորտում։ Սիրելիներս, 8-րդ ոլորտը նույնպես ձեզ համար ակտիվ է այս ամիս, քանի որ այստեղ Ուրան մոլորակը նոյեմբերի 8-ից հետ մուտք է գործելու, սակայն խոսեմ այս լիալուսնի մասին։ 8-րդ ոլորտը սա մեծ ուրեմն ֆինանսների ներողություն, մեծ ֆինանսների հետ կապված հարցերն են, բանկային հարցերն են, ժառանգության հետ կապված հարցերն են, ինչու՞ չէ ֆորս մաժորային կրիզիսային իրավիճակներն են։ Եվ այս լիալուսինը կարող է վերջակետ դնել այնպիսի մի հարցի, որը կար ձեր կյանքում եւ ձեզ տանջում էր։ Միգուցե մեծ գումարային պարտք ունեիք եւ այստեղ այդ գումարը արդեն այդ պարտքը արդեն էլ չունեք, ամսի 5-ից սկսած վերադարձնում եք եւ վերջ, կամ շատ երկար ժամանակ փորձում եք բանկային ինչ-որ գործարք կատարել, ամսի 5-ին ի վերջո ստացվում է։ Այսինքն այստեղ այս լիալուսինը հստակեցնում, պարզեցնում է այն հարցը, որը կար այս թեմայի շուրջ։ Ամսի 6-ին Վեներա մոլորակը տեղափոխվում է երկրորդ ֆինանսական դաշտ եւ սիրելի կշեռքներ, ճիշտ է, Վեներան սիրում է գումար աշխատել, այսինքն դուք աշխատելու եք այդ գումարը, սակայն Վեներան նաեւ սիրում է ծախսել։ Եվ եթե նկատենք, որ Վեներան երկրորդ ոլորտում, այսինքն ձեզ համար դա կարիճի նշանն է եւ այստեղ իրեն այնքան էլ լավ չի զգում, այնքան էլ լավ տրամադրություն չունի, նշանակում է Վեներան կցանկանա իր տրամադրությունը բարձրացնել գնումներ կատարելով, սիրելիներս, փորձեք հետևել ձեր գրպանի գումարին, որպեսզի անակնկալի չգաք, որտեղ Վեներան այստեղ ստիպելու է ձեզ ծախսել այնպիսի գեղեցիկ, բայց ոչ արժեքավոր իրերի վրա, որոնք ձեզ հետագայում պետք չեն գալու։ Ամսի 8-ին Ուրան մոլորակը հետ է գնում եւ հետ է գնում ձեր 8-րդ ոլորտ մինչեւ 2026 թվականի փետրվար ամիսը։ Սիրելի կշեռքներ, երբ Ուրանը հայտնվում է 8-րդ ոլորտում, սա նույն իրավիճակն է, ինչ ձեզ մոտ սկսվել է 2018 թվականից մինչեւ 2025 թվականի հուլիս ամիս։ Նշանակում է այստեղ ինչ որ հարցեր կան, ֆորս մաժորային իրավիճակներ կան, բանկային գործարքներ կան, միգուցե սիրելի կշեռքներ։ 8-րդ ոլորտը ելնելով նաև այն բանից, որ այն ներկայացնում է նեղ անձնական սիրային կապերը, հնարավոր է հետընթաց Ուրանը ձեր կյանք բերի այնպիսի մեկին, որի հետ եղել եք սիրային կապի մեջ նշածս տարեթվերի ժամանակ 2018-ից հետո։ Ամսի 9-ին արդեն Մերկուրին սկսում է իր հետընթացը եւ այստեղ արդեն սկսում ենք մի փոքր ավելի ուշադիր լինել, որովհետեւ եւ խոսել, հասկացնել չի ստացվելու եւ հասկանալու հետ է խնդիրներ առաջանալու, այսինքն ձեզ ուրիշ բան են ասելու, դուք ուրիշ բան եք հասկանալու, պետք է շատ ուշադիր լինել։ Եվ նաեւ այստեղ ուրեմն իրեր կորցնելու, փաստաթղթեր կորցնելու վտանգն է շատ մեծ, սիրելիներս, մինչեւ ամսի 29-ը շատ ուշադիր եղեք։ Սակայն
այս հետընթաց Մերկուրին կարող է ձեզ բերել հնարավորություն, օրինակ, վաճառելու ձեր մեքենան, որը շատ վաղուց ուզում էիք վաճառել, բայց չէր վաճառվում։ Այսինքն ոչ թե նոր եք դուք որոշել, այլ մի քանի ամիս, միգուցե 1 տարի առաջ որոշել եք վաճառել, սակայն այն չի վաճառվել։ Եվ այս հետընթաց Մերկուրին կարող է բերել հնարավորություն, որպեսզի նորից անդրադառնաք այդ թեմային եւ այն կարողանաք արդեն լուծել։ Սակայն ուշադիր կլինեք գումարային հարցերի նկատմամբ։ Ամսի 17-ին շատ լավ ասպեկտացիա ունենք, սիրելիներս, արևը երկրորդ ֆինանսական դաշտում տրին է կազմում Յուպիտեր, Սատուրն այս գիգանտների նկատմամբ եւ կշեռքների համար կարելի է ասել շատ հոյակապ հնարավորություններ են ստեղծվում աշխատանքային, ֆինանսական, կարիերայի բարձրացման եւ իրենց պաշտոնի հետ կապված շատ ուրեմն լավ այստեղ ասպեկտացիաներ են ձևավորվում։ Սիրելի կշեռքներ, այս ասպեկտացիան կրկնվում է նաև ամսի 26-ին ձեր գլխավոր մոլորակ Վեներայի միջոցով։ Այս անգամ ամսի 26-ին Վեներան է նույն ֆինանսական դաշտից, նույն շքեղտրին ասպեկտը կազմում այս գիգանտների նկատմամբ։ Այնպես որ սիրելիներս ամսի 17-ին եւ ամսի 26-ին սպասեք դրական անակնկալների, մեծ հաջողությունների կապված աշխատանքի հետ, կապված ֆինանսների հետ, կապված ձեր պաշտոնի հետ։ Ամսի 20-ին նորալուսին է տեղի ունենում ձեր երկրորդ ոլորտում եւ այստեղ նորալուսինը բերում է նոր հնարավորություններ, նոր գումար աշխատելու, եկամտի նոր աղբյուր ունենալու, միգուցե աշխատանքը փոխելու, միգուցե աշխատավարձը բարձրացնելու, այսպիսի հնարավորություններ։ Ամսի 21-ին սակայն ունենք լարվածություն, սիրելի կշեռքներ, որը տեղի է ունենում ձեր ֆինանսական դաշտերի միջև։ Արևը երկրորդ ոլորտից ընդդիմություն է կազմում Ուրան մոլորակի հետ, որը ձեր 8-րդ ոլորտում է եւ խորհուրդ կտամ ամսի 21-ին ընդհանրապես ֆինանսական ոչ մի հարց չլուծել։ Դե ինձ սիրելիներս ամսի 30-ին արդեն ձեր գեղեցկուհի, մեր բոլորի գեղեցկուհի Վեներան մուտք է գործում 3-րդ ոլորտ եւ նշանակում է այստեղ է բերում հաճելի իրադարձություններ, սակայն այդ մասին ես արդեն կխոսեմ դեկտեմբեր ամսվա կանխատեսումներում։ Դե ինչ այսքանը ձեր նոյեմբեր ամսվա կանխատեսումներից, այժմ ես անդրադառնամ մեր վերջին օդի նշանի ներկայացուցիչներին, մեր ինքնատիպ ջրհոսներին։ Ողջունում եմ մեր սիրելի ջրհոսներին, սիրելիներս, ձեզ համար նույնպես ամիսը կարևոր է, այստեղ ունենք հետընթաց Մերկուրի նոյեմբերի 9-ից մինչև 29, որը տեղի ունենում ձեր 11-րդ ոլորտում եւ նշանակում է սիրելի ջրհոսներ, փորձեք նոյեմբերի 9-ից 29 շատ ուշադիր լինել եւ ճիշտ հասկանալ մարդկանց, քանի որ Մերկուրին լինելու է հետընթաց ձեր 11-րդ ոլորտում, այստեղ հնարավոր են ուրեմն տարաձայնություններ ընկերների միջև կամ այն մարդկանց միջև, ում հետ դուք օնլայն հարթակում շփվում եք։ Ամսի 5-ին տեղի է ունենում լիալուսին ձեր 4-րդ ոլորտում եւ նշանակում է տանը, անշարժ գույքի հետ կապված, բնակարանի փաստաթղթերի հետ կապված, տան անդամներից ինչ-որ մեկի հետ կապված, ինչ-որ հարց կարող է լինել։ Հնարավոր է ամսի 5-ի լիալուսնին կամ նրա մոտակա օրերին տանեցիներից ինչ-որ մեկը մեկնում է այլ երկիր կամ այլ քաղաք։ Հնարավոր է ինչ-որ մեկի կյանքում տեղի է ունենում շատ կարևոր իրադարձություն։ Հնարավոր է, որ այս լիալուսինը վերջակետ է դնում այն կոնֆլիկտին, այն խնդրին, որը կար ձեր տանը, կամ հնարավոր է ունեիք տան վերանորոգում, կամ ինչ-որ հարցեր եք լուծում ձեր անշարժ գույքի հետ կապված, այս ամենի լուծումն է արդեն, վերջանում է այս խնդիրը։ Ամսի 6-ին Վեներա մոլորակը տեղափոխվում է ձեր 10-րդ ոլորտ եւ սիրելի ջրհոսներ, երբ Վեներան 10-րդ ոլորտում է, նշանակում է, որտեղ Վեներան է, այնտեղ հաճելի է եւ այստեղ հնարավոր է, եթե դուք աշխատում եք, ապա աշխատավայրում հաճելի ուրեմն իրավիճակ ստեղծվի, կամ միգուցե կին ղեկավար ունենաք, կամ այստեղ 10-րդ ոլորտում Վեներան ինչու՞ չէ բերում է նաեւ այստեղ սիրահարվածություն, բայց այս սիրահարվածությունը կարող է լինել մի փոքր ավելի լուրջ տեսանկյունից, որովհետև սա պարզապես ինչ-որ թռուցիկ սիրահարվածություն չէ, այլ ինչ-որ կարևոր մարդու հետ սիրային կապի մասին է խոսքը։ Ամսի 8-ին
Ուրանը ձեր գլխավոր մոլորակն է, հետընթաց է, և այս պահին այն հետընթաց մուտք է գործում ձեր 4-րդ ոլորտ։ Սիրելի ջրհոսներ, երբ Ուրանը 4-րդ ոլորտում է, իսկ դա նշանակում է այն եղել է արդեն 4-րդ ոլորտում 2018 թվականից ի վեր մինչև 2025 թվականի հուլիս ամիսը, տան հետ կապված, միգուցե ձեր տան անդամների հետ կապված, ձեր երեխաների, ձեր ծնողների, ձեր բնակարանի հետ կապված ինչ որ հարցեր են եղել, ցնցումներով են եղել այդ հարցերը, ինչ որ անակնկալ ֆորս մաժորային իրավիճակներ են եղել, և այժմ Ուրանը ուրեմն հետ է մուտք գործում նորից ձեր 4-րդ ոլորտ և այստեղ լինելու է մինչև 2026 թվականի փետրվար ամիսը, և ինչ որ առումով այդ իրավիճակները կրկնվելու են, և նշանակում է այստեղ ինչ որ շոկային նորություն կարող եք իմանալ ձեր տան անդամի հետ կապված, կամ ձեր տանը ինչ որ այնպիսի իրավիճակ կստեղծվի, որը եղել է արդեն նախկինում։ Ամսի 9-ից նշեցի Մերկուրին հետընթաց է, շատ ուշադիր ենք լինում, որպեսզի ոչինչ չկորցնենք, փորձում ենք մեծ գումարային հարցերից խուսափել, որպեսզի գումար չկորցնենք, փաստաթղթերի նկատմամբ ենք շատ ուշադիր լինում և առհասարակ փորձում ենք ճիշտ խոսել, որպեսզի մարդիկ մեզ ճիշտ հասկանան։ Ամսի 17-ին ունենք հոյակապ ասպեկտացիա։ Արևը, որ այս պահին գտնվում է ձեր 10-րդ ոլորտում, շքեղ տրին ասպեկտի մեջ է Յուպիտեր և Սատուրն մոլորակների հետ, Յուպիտերը այս պահին ձեր 6-րդ ոլորտում է, Սատուրնը ձեր 2-րդ ոլորտում է։ Սիրելիներս, այս երկու գիգանտների միջև արևը ստեղծում է շքեղ տրին ասպեկտ, որը բերում է հնարավորություն աշխատանքային շատ լավ հնարավորությունների, այսինքն նոր աշխատանք կարող են ձեզ առաջարկել, աշխատավարձի բարձրացում կարող է լինել, ձեզ պաշտոն կարող են առաջարկել, կամ միգուցե դուք կգտնեք ձեր երազած աշխատանքը, ֆինանսական առումով կարող եք նոր լավ ձեռքբերումներ ունենալ, կարող եք բիզնես սկսել։ Սիրելիներս, սա հոյակապ ասպեկտ է և այս ասպեկտից պետք է օգտվել։ Այս ասպեկտացիան կրկնվում է ամսի 26-ին արդեն Վեներա մոլորակի կողմից, որը նույնպես գտնվում է ձեր 10-րդ ոլորտում և նույնպես ամսի 26-ին կազմում է նմանատիպ շքեղ ասպեկտացիա այս երկու գիգանտների հետ, այնպես որ սիրելիներս իզեն ամսի 17-ին և ամսի 26-ին գործում ենք, որպեսզի կարողանանք ունենալ մեր երազած աշխատանքը կամ մեր երազած ֆինանսները։ Ամսի 20-ին նորալուսին է տեղի ունենում կրկին ձեր 10-րդ ոլորտում։ Սիրելի ջրհոսներ, եթե դուք միայնակ եք, ապա ամսի 20-ի նորալուսինը կարող է բերել ձեր կյանք շատ կարևոր մարդու։ Միգուցե դուք նրա հանդեպ չունենաք այն պլատոնական սիրահարվածությունը, սակայն նա կլինի շատ ամուր, կայուն ինչ-որ մեկը, որը կլինի ձեր կողքին շատ երկար, և նշանակում այս նորալուսինը կարող է բերել ամուսնություն, կարող է բերել երեխայի ծնունդ, կարող է բերել տան մեջ ինչ-որ կարևոր փոփոխություն, և ինչու չէ նաև հնարավոր է, որ ասենք դուք վաճառում եք ձեր բնակարանը և տեղափոխվում եք ավելի լավ պայմաններով, ավելի շքեղ բնակարան, վաճառում եք ձեր ավտոմեքենան և գնում եք ավելի թանկ, ավելի նոր մոդելի ավտոմեքենա, այս նորալուսինը 10-րդ ոլորտում բացում է նոր հնարավորություններ, սակայն սիրելիներս կրկին հիշեցնեմ, մինչև ամսի 29-ը Մերկուրին հետընթաց է, և եթե ինչ-որ մի բան կգնեք կամ կվաճառեք, ուրեմն շատ ուշադիր եղեք այդ գումարային հարցերի նկատմամբ։ Ամսի 21-ին ունենք լարվածություն արև և Ուրան մոլորակների միջև, արևը 10-րդ ոլորտում է, Ուրանը 4-րդ ոլորտում է, եկեք մի վիճեք ձեր տան անդամների հետ, փորձեք այսօրը ինչ-որ չափով զիջող լինել, որովհետև այսօրը շատ մեծ լարվածություն է ստեղծում ձեր և ձեր տան անդամների, ինչու չէ նաև ձեր և ձեր աշխատավայրում ձեր գործընկերների միջև։ Նաև ամսի 21-ին խորհուրդ չեմ տա երկար ճամփորդության մեկնել, որովհետև այսօրը վթարային օր է։ Դե ինչ, ամսի 26-ից հետո արդեն ունենք շատ դրական ասպեկտացիաներ, որոնք տալիս են հնարավորություն և լավ միջոցառումների մասնակցելու, և լավ աշխատելու, և կայուն ֆինանսներ ունենալու համար։ Դե ինչ սիրելիներս, այսքանը նոյեմբեր ամսվա կանխատեսումների մասին, կհանդիպենք հաջորդ հոլովակում։
առայժմ։